Առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա երկրորդ փուլը, որի մասնակցելու հնարավորություն կունենան առաջի փուլի արդյունքներով առաջին 50 հորիզոնական զբաղեցրած տեխնացուները, որոնք նաև քարոզարշավի արդյունքում արդեն համաժողովի սահմանած կարգով եւ ընտրական օրենսգրքով սահմանված քվոտաներով նկատի ունեմ նաև քվեարկության արդյունքներով հաշվի կառնվի նվազն գրկված սեռի ներկայացուցիչների ընտրական օրենսգրքով սահմանված համամասնության պահպանումը եւ երկրորդ փուլի արդյունքներով տեղի կունենա նաեւ քվեարկության արդյունքներով վարչապետի տեխնացուի ընտրություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում առաջին անգամ կուսակցության անդամների քվեարկության արդյունքում ընտրական ցուցակ ձևավորելու գործընթացը։ Քաղաքացիական պայմանագիրը սկսել է 2026-ի հերթական ընտրություններին մասնակցող ընտրական ցուցակի հաստատման գործընթացի առաջին փուլի քվեարկությունը։ 3 օր շարունակ պատվիրակները քվեարկելու են ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Ապրիլի սկզբին տեղի կունենա համաժողովի լիագումար նիստը, որտեղ արդեն բաց քվեարկությամբ կհաստատվի կուսակցության ամբողջական համամասնական ցուցակ եւ համաժողովում կընդունվի կուսակցության նախընտրական ծրագիր 2026 թվականի հերթական ընտրությունների։ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը կձևավորվի փակ, գաղտնի վարկանիշային քվեարկությամբ, ինչպես 2017-ին։ Առաջին փուլում ընդգրկված է 274 տեխնացու, իսկ առաջին 50-ը կմասնակցեն երկրորդ փուլին։ Նա հերքեց ընդդիմության մեղադրանքները ժողովրդավարության իմիտացիայի մասին, ընդգծելով, որ այս կարգը ամրագրված է կուսակցության կանոնադրությամբ։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ Խոսելով հայաստանյան ներքաղաքական ու կրոնական խնդիրներից վարչապետը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ։ Նա նշեց, թե եկեղեցում կատարվողի հետ կապված որոշակի տեղեկություններ ունի եւ հստակ հայտարարեց, թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն։ Վարչապետի ներկայացմամբ այսօր ընթանում են գործընթացներ, որոնց իրական նպատակը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տեղափոխելն է՝ Վիեննա, Մոսկվա կամ այլ վայր, սակայն նպատակը նույնն է՝ ստեղծել մարիոնետային կաթողիկոսություն։ Փաշինյանը զգուշացրեց թե Հայաստանի, թե Սփյուռքի այն ներկայացուցիչներին, որոնք իր ձևակերպմամբ ներգրավում են դավադիր պլանում, նշելով, որ հակազդեցությունը լինելու է շատ կոշտ։ Այս վերջերս բանա գնում, բարերարների դիմակի ներքո թաքնված բաները, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները, կներեք էթիկայի կանոնների սահմաններում ասեմ, որ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Քաղաքական դաշտի ներքին զարգացումների մասին խոսելիս նա փակեց Սամվել Կարապետյանի հնարավոր վարչապետական հավակնությունների թեման։ Ըստ Փաշինյանի Հայաստանի սահմանադրությունը հստակ է։ Երկրորդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում երրորդ նաև երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի տեխնացու, հետևաբար ինչ որ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի եւ հետևաբար գոյություն չունեցող բանը ես անկեղծ ասած հարկ չեմ համարում մեկնաբանել։ Արտաքին քաղաքականության հարցերում վարչապետը շեշտեց, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք կարծում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Նրա խոսքով, եթե թշնամանքը պահպանվի, Հայաստանը ստիպված կլինի ավելի ամուր կախվածություն ունենալ Ռուսաստանից։ Միաժամանակ նա ընդգծեց, որ իր գործընկերներ Վլադիմիր Պուտինն ու Միխայել Միշուստինն այդ մոտեցումը չեն ընդունում եւ խաղաղությունը համարում են օգտակար։ Փաշինյանը նաեւ կտրուկ արձագանքեց տարածքային ամբողջականության շուրջ քննարկումներին։ Սա աբսուրդ հայտարարություն է, որովհետև եթե կողմ չես 29743 քառակուսի կիլոմետրին, դա նշանակում է, որ հետաձգված թե անմիջապես թե վաղը պատերազմ ես հայտարարում։
Տնտեսական բլոկում վարչապետը խոսեց հնարավոր խոշոր ներդրումների մասին։ Նրա խոսքով քննարկվում է տարբերակ, ըստ որի Հայաստանի եւ Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր կարող է Ռուսաստանից գնել Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը։ Չհստակեցնելով, թե որ երկրի մասին է խոսքը, նա նշեց, որ կան ներդրումային հետաքրքրություններ ունեցող ուժեր։ Նա նաև հայտարարեց, որ Firebird-ի ներդրումների ծավալը կարող է հասնել մինչև 4 միլիարդ դոլարի արհեստական բանականության կենտրոնի ստեղծման շրջանակում։ Բացի այդ, Միացյալ Նահանգների հետ արդեն իրականացվում են համատեղ ներդրումային ծրագրեր TRIP նախաձեռնությամբ սահմանային կառավարման եւ միջուկային էներգետիկայի ոլորտներում։ Կոնկրետ Firebird-ի դեպքում իհարկե դա մասնավոր է Հայաստանի Հանրապետությունը, որը մասնակցություն չի ունենալու։ TRIP-ի դեպքում Հայաստանի Հանրապետությունը ունենալու է մասնակցություն, ինչպես հունվարի 14-ի փաստաթղթի մեջ ընդգծված է Հայաստանի մասնակցության ձևերը, մյուս նախագծերում էլ կապրենք կտեսնենք։ Վարչապետը անդրադարձավ նաև Իրանի հետ հարաբերություններին, նշելով, որ Իրանը եւ Հայաստանը ռազմավարական գործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ բանակցություններ են վարում։ Ժամկետներ դեռ չկան, սակայն քննարկումները շարունակվում են։ Նա հավելեց, որ Հայաստանը հնարավորություն կունենա ամբողջական տեղեկատվություն ստանալ մի շարք տեխնոլոգիաների վերաբերյալ, որոնք ունի Միացյալ Նահանգները։ Փաշինյանի ճեպազորույցի գլխավոր ուղերձը հստակ էր. Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ պետական ինստիտուտների վերահսկողությունը չեն դրվելու սակարկության սեղանին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։